Բարև սիրելիներս, այսօր ձեզ կներկայացնեմ մատնաչափիկի վերջին մասը։ Գնացինք։ Կույր խլուրդը ամեն երեկո հյուր էր գալիս և շատախոսում էր այն մասին, որ ամառը շուտով կվերջանա, արևն այլևս հողը չի կիզի և այն նորից կդառնա փափուկ և փխրուն։ Ահա այդ ժամանակ էլ իրենք հարսանիք կանեն, բայց մատնաչափիկը միշտ տխրում էր և լալիս։ Նա բոլորովին չէր ուզում ամուսնանալ, այն էլ գեր և կույր խլուրդի հետ։ Ամեն առավոտ արևածագին և ամեն երեկո մայրամուտին մատնաչափիկը դուրս էր գալիս մկան բնի շեմից, երբեմն ուրախ քամին իրարից հեռացնում էր հասկերի գլուխները և աղջիկը կարողանում էր տեսնել կապույտ երկնքի մի կտոր։ Ինչ լուսավոր է, ինչ լավ է այստեղ ազատության մեջ, մտածում էր մատնաչափիկը և անընդհատ հիշում ծիծեռնակի մասին։ Նա շատ էր ուզում տեսնել թռչնակին, բայց ծիծեռնակը դաշտի վրա չէր երևում։ Գուցե նա հեռու կանաչ անտառում էր թռչում կապույտ գետի վրա։ Եկավ աշունը, մատնաչափիկի օժիտը պատրաստ էր։ 4 շաբաթից քո հարսանիքն է, ասաց մատնաչափիկին դաշտամուկը, բայց աղջիկը լաց եղավ և պատասխանեց, որ չի ուզում ամուսնանալ ձանձրալի խլուրդի հետ։ Պառավմուկը բարկացավ։ Դատարկ բաներ են, ասաց նա, կամակորություն մի արա, թե չէ կտեսնես ու կզգաս ատամներս։ Ինչ վատ ամուսին է քեզ համար խլուրդը, միայն մուշտակն ինչ արժե, թագավորն ինքը նման մուշտակ չունի։ Խլուրդի մառաններն էլ լեփ-լեցուն են, Աստծուն շնորհակալ եղիր այդպիսի ամուսնու համար։ Վերջապես վերահասավ հարսանիքի օրը, և խլուրդը եկավ իր հարսնացուի հետևից։ Ուրեմն աղջիկը այնուամենայնիվ ստիպված է նրա հետ գնալ մութ բույնը, ապրել այնտեղ, խորը, շատ խորը, գետնի տակ և երբեք չի տեսնելու ոչ լույս աշխարհը, ոչ ջերմ արևը։ Չէ՞ որ խլուրդը դրանք տանել չի կարողանում, իսկ խեղճ մատնաչափիկի համար այնքան դժվար էր ընդմիշտ հրաժեշտ տալ բարձր երկնքին և կարմիր արևին։ Երբ դաշտան մկան մոտ էր, գոնե հեռվից բնի շեմից կարող էր հիանալ լուսավոր աշխարհով։ Եվ ահա մատնաչափիկը դուրս եկավ, որ վերջին անգամ տեսնի արևը։ Հացն արդեն հավաքել էին դաշտից, և հողից դարձյալ ցցվել էին մերկ չորացած ցողունները։ Աղջիկը մի քիչ հեռացավ մկան բնից և ձեռքերը մեկնեց արևին։ Մնաս բարով, արև։ Հետո նա տեսավ մի փոքրիկ կարմիր ծաղիկ, գրկեց այն և ասաց. Անուշիկ ծաղիկ, եթե տեսնես ծիծեռնակին, նրան ողջույն հաղորդիր մատնաչափիկից։ Ծիվ, 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 հանկարծ հնչեց նրա գլխավերևում։ Մատնաչափիկը բարձրացրեց գլուխը և տեսավ ծիծեռնակին, որը թռչում էր դաշտի վրայով։ Ծիծեռնակն էլ տեսավ աղջկան և շատ ուրախացավ։ Նա իջավ գետնին և մատնաչափիկը լաց լինելով պատմեց իր ընկերուհուն, թե ինչքան չի ուզում ամուսնանալ ծեր մռայլ խլուրդի հետ և ապրել գետնի տակ, որտեղ երբեք չի թափանցում արևը։ Արդեն գալիս է ցուրտ ձմեռը, ասաց ծիծեռնակը, ես չվում եմ հեռու ուրիշ երկիր, ուզում ես ինձ հետ թռչել, նստիր մեջքիս, միայն քեզ ինձ պինդ կապիր գոտիով և մենք կթռչենք կհեռանանք գարշելի խլուրդից, կթռչենք հեռու կապույտ ծովից այն կողմ տաք երկիր, որտեղ արևն ավելի պայծառ է, որտեղ միշտ ամառ է և միշտ ծաղկում են ծաղիկները։ Թռչենք միասին, անուշիկ փոքրիկ, դու իմ կյանքն ես փրկել, երբ ես սառչում էի մութ ու ցուրտ փոսում։ Այո, ես կթռչեմ քեզ հետ, ասաց մատնաչափիկը։ Նա նստեց ծիծեռնակի մեջքին և ինքն իրեն գոտիով պինդ կապեց ամենամեծ և ամենաամուր փետուրին։ Ծիծեռնակը նետի պես լացավ դեպի երկինք և թռավ թավանտառների, կապույտ ծովի և ձյունով ծածկված բարձր լեռների վրայով։ Այնտեղ շատ ցուրտ էր, և մատնաչափիկը մտավ ծիծեռնակի տաք փետուրների խորքը, դուրս հանեց միայն գլուխը, որ հիանա գեղեցիկ վայրերով, որոնց վրայով իրենք թռչում էին։ Վերջապես երևաց տաք եզերքը։ Արևն այստեղ շատ ավելի պայծառ էր շողում, քան մեզ մոտ։ Երկինքն ավելի բարձր էր, իր ցանկապատերի մոտ աճում էին խաղողի կանաչ փարթամ թփերը։ Այգիներում հասունանում էին նարինջն ու կիտրոնը, իսկ ճանապարհներին վազվզում էին ուրախ երեխաները և բռնում էին մեծ ու երկնագույն թիթեռներ։ Բայց ծիծեռնակն ավելի հեռու էր թռչում։ Թափանցիկ երկնագույն լճի ափին սաղարթախիտ ծառերի մեջ մարմարե-հին սպիտակ մի դղյակ կար։ Խաղողը փաթաթվել էր նրա բարձր սյուներին, իսկ վերևում տանիքի տակ թռչունների բներ էին։ Դրանցից մեկում ապրում էր ծիծեռնակը։ Ահա իմ տունը, ասաց նա, ընտրիր ամենագեղեցիկ ծաղիկը, ես կնստեցնեմ քեզ ծաղկաբաժակի մեջ և դու կապրես հիանալի։
Մատնաչափիկն ուրախացավ և ուրախությունից ծափ տվեց։ Ներքևում խոտի մեջ սպիտակ մարմարի կտորներ էին։ Սյուներից մեկի գլուխն էր ընկել և բաժանվել 3 մասի։ Մարմարի բեկորների արանքում աճում էին խոշոր ձյան նման սպիտակ ծաղիկներ։ Ծիծեռնակն իջավ և աղջկան նստեցրեց մի լայն թերթիկի վրա։ Բայց ինչ հրաշք։ Ծաղկաբաժակի մեջ մի փոքրիկ մարդու կար, նրա գլխին փայլում էր ոսկե փոքրիկ թագը, իսկ նրա հասակը մեր մատնաչափիկից բարձր չէր, նա էլֆերի թագավորն էր։ Երբ ծիծեռնակը թռավ մոտեցավ ծաղկին, էլֆը մի լավ վախեցավ, չէ՞ որ ինքը շատ փոքրիկ էր, իսկ ծիծեռնակը մեծ։ Սակայն նա շատ ուրախացավ, երբ ծիծեռնակը թռավ գնաց ծաղկի վրա թողնելով մատնաչափիկին։ Նա երբեք այսքան գեղեցիկ աղջկա չէր տեսել, այն էլ իր հասակին։ Նա խոնարհվեց և հարցրեց, թե ինչ է աղջկա անունը։ Մատնաչափիկ, պատասխանեց աղջիկը։ Սիրելի մատնաչափիկ, համաձայն ես իմ կինը դառնալ և ծաղիկների թագուհին։ Մատնաչափիկը նայեց գեղեցիկ էլֆին։ Ահ, նա բոլորովին նման չէր պառավ Դոդոշի տխմար կեղտոտ տղային և թավշե մուշտակով կույր խլուրդին, և աղջիկը միանգամից համաձայնեց։ Այնժամ բոլոր ծաղիկներից իրար հերթ չտալով դուրս թռան էլֆերը, աղջիկներ և տղաներ։ Նրանք շատ գեղեցիկ էին, բոլորն էլ նվերներ մատուցեցին մատնաչափիկին։ Բայց ամենից շատ նրան դուր եկավ ճպռի թափանցիկ թևիկների զույգը։ Դրանք կապեցին մատնաչափիկի մեջքին, որպեսզի նա էլ կարողանա ծաղկից ծաղիկ թռչել։ Ինչ հրճվանք էր, իսկ ծիծեռնակը նստած էր վերևում իր բնում և երգում էր նրանց համար, ինչպես կարողանում էր, բայց ինքը շատ տխուր էր, որովհետև շատ էր սիրում աղջկան և չէր ուզում նրանից բաժանվել երբեք։ Քեզ այլևս չեն անվանի մատնաչափիկ, ասաց էլֆերի թագավորը։ Այդ անունը գեղեցիկ չէ, իսկ դու այնքան չքնաղ ես։ Մենք քեզ կկոչենք Մայա։ Բարով մնաս, ծալվլաց ծիծեռնակը և նորից տաք երկրից թռավ հեռու Դանիա։ Այնտեղ նա փոքրիկ բույն ուներ հենց այն մարդու պատուհանի վերևում, որը հեքիաթներ պատմելու մեծ վարպետ էր։ Նրա համար էլ երգեց իր ծիվծիվը, իսկ հետո մենք իմացանք այս պատմությունը։ Վերջացավ։ Լավն էր, չէ՞ երեխաներ, մատնաչափիկը հեքիաթը։ Դե, եթե ուզում եք այլ հեքիաթներ լսել, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք զանգակկոճակը և տեղեկացված կլինեք իմ բոլոր տեսանյութերի մասին։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ հեքիաթների ժամանակ։